Ժողովուրդ օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իշխող թիմում ներքին անհանգստություն է տիրում։ Կաթողիկոսի հեռացման թեման չի հանգուցալուծվում, ինչպես պլանավորված էր։ Չնայած դրան, իշխանությունները չեն պատրաստվում նահանջել։ Մեր տեղեկություններով Փաշինյանը եւ իր թիմը տարբեր ձևաչափերով քննարկում են հնարավոր ելքեր եւ նոր ճնշման մեթոդներ, ուղղված եկեղեցականների վրա ազդեցությունը մեծացնելուն։ Այն, որ իշխանությունները չեն պատրաստվում հանդուրժել կաթողիկոսին, միանշանակ է թիմում։ Նպատակն է կաթողիկոսին հեռացնել մինչև ամանոր, որպեսզի նա անգամ ավանդական ուղերձը չկարողանա հղել։ Ըստ իշխանական մեր աղբյուրների, առաջին պլանում այս պահին Արշակ Սրբազանն է։ Նախատեսվում է, որ առաջիկայում իշխանական ճնշման ներքո սրբազանների մի խմբի միջոցով նրան կզրկեն ծառայողական լիազորություններից, սառեցնելով հոգևորականի նրա կարգավիճակը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իշխանությունների նպատակն է կաթողիկոսին վեհարանից հեռացնել, սակայն ներկայումս չեն շտապում դա պաշտոնապես անել, որպեսզի իրավապահների ճնշումն ավելի ուժեղ դառնա եւ կաթողիկոսի հնարավոր ինքնակամ հրաժարականը տեղի ունենա հարթ միջավայրում։ Կարճ ասած, դեպի Փաշինյանի քաղաքական կամակորության նպատակ առաջ են շարժվում դանդաղ, միացնելով ճնշման բոլոր գործիքները։